Ինչպես հիշում եք, նախորդ տեսանյութում պատրաստել էի ձվով տապակած շուշան, իսկ ցողունները պահել էի թթու դնելու համար։ Այսօր կպատրաստեմ մատղաշ շուշանի ցողուններով թթու։ Այս տարբերակով պատրաստված թթուն կարող եք ուտել 4-ից 5 օր հետո։ Շատ լավ է ստացվում, նուրբ, խրթխրթան և համեղ։ Նախապես շուշանը պետք է լավ լվանանք, որից հետո առանձնացնում ենք ցողունը տերևային հատվածից։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Թթու կամ մարինադ դնելու համար հարկավոր է միայն ցողունի հատվածը։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ և տարբերվող բաղադրատոմսերը։ Դա ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար շատ կարևոր և հաճելի է։ Այն օգնում է ալիքի զարգացմանը և տարածմանը։ Շուշանի կամ այլ ցանկացած կանանչու համար հստակ քանակ գոյություն չունի։ Պատրաստում ենք այնքանով, ինչքան որ ունենք ձեռքի տակ։ Ահա արդեն ամբողջը պատրաստ է։ Նախապես կաթսայով ջուր ենք եռացնում։ Ես նաև ավելացնում եմ 1 ճաշիկ թալ աղ, սա պարտադիր չէ, կարող եք չավելացնել։ Քանի որ ցողունները շատ մատղաշ են, երկար եփել պետք չէ։ Պահում ենք ընդամենը 1 րոպե և հանում ենք ջրի միջից։ Լցնում ենք սառած ջրի մեջ, որպեսզի պահպանվի և գույնը և եռը կանգնի։ Այդպես նաև պահպանվում է թթվի խրթխրթան լինելը։ Շուշանը ոչ միայն շատ համեղ է, այլ ունի նաև շատ օգտակար հատկություններ։ Հարուստ է վիտամին C-ով, երկաթով և հանքանյութերով։ Շուշանի թթուն հայտնի է նաև նրանով, որ երկար ժամանակ պահպանում է իր համը և իր գեղեցիկ կանաչ գույնը։ Դասավորում ենք տարայի մեջ։ Ես ավելացնել եմ նաև սխտոր, դափնու տերև, կարող եք նաև ավելացնել սև հատիկավոր պղպեղ։ Կարող եք ոչինչ չավելացնել, պարզապես լցնել աղաջուրը և վերջ։ Այս աղաջուրը իդեալական տարբերակ է ցանկացած տեսակի թթվի համար։ 1 լիտր ջրի լցնում ենք 1 լիքը ճաշիկ թալ աղ, խառնում ենք այնքան, մինչև աղը լուծվի և ավելացնում ենք տարայի մեջ։ Լցնում ենք այնքան, մինչև ամբողջ մասսան կծածկվի։ Ծածկում ենք կափարիչով և դնում ենք սառը տեղ 4-ից 5 օր։ Թթվի սիրահարները հաստատ կգնահատեն այս տարբերակը։ Իսկ դուք ո՞ր տարբերակն եք ավելի շատ սիրում՝ թթու թե մարինադ։ Մեկնաբանության բաժնում կարող եք գրել նաև ձեր պատրաստման տարբերակը։ Ահա արդեն մեր թթուն պատրաստ է։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել։ Խրթխրթան, գեղեցիկ գույնով և շատ համեղ։ Հուսով եմ հավանեցիք այս տարբերակը։ Պահպանեք բաղադրատոմսը, պատրաստեք և գրեք ձեր կարծիքը։